Հայաստանը այդ ծանր վիճակից արդեն մենք դուրս ենք եկել։ Այն ինչ որ կատարվեց մեր ժողովրդի հետ, մեր ազգի հետ, մեր պետության հետ 44 օրյա պատերազմում դա աններելի է իրոքից։ Հիմա մեր ազգը, մեր ժողովուրդը սկսելու է ժպտալ, ուրախանալ։ Շատ կարճ ժամանակում այս ամեն ինչը կավարտվի վատ մեր ազգի հանդեպ։ Հիմա մենք Ռուսաստանի հետ մի պահ վատ հարաբերություններում էինք, Ադրբեջանին ավելի շատ էին տեղ տալիս։ Ես ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ Ալիևին սարքել էին մոնստր հայերը, ես Ալիևը գալիս է, Ալիևը էս անում, էս Ադրբեջանը էս կանի, բայց ասում եմ, որ Ալիև никто, и звать его никак. Եվ Эрдоган никто, и звать его никак. Но они диктуют правила. Сейчас. Ալիևը, որ իրան ներկայացում էր, որ ես, դա Ալիևը չէ, դա Մոսկվան էր անում, նրա համար էր անում, որ Հայաստանը Ռուսաստանից չանջատվի։ Նման խելքով ազգին, ստեղծող ժողովրդին ոչ մեկ չի ուզենա կորցնի։ Ապար չէր, որ Վլադիմիր Վլադիմիրիչի հայերին կպահեր, չէր թողնի։ Այդ կատարվեց նրա համար, որ այս ազգը մնա Ռուսաստանի հետ միասին։ Բայց այս ամեն ինչը էլի է լինելու, Հայաստանը մեկ անկախ հզոր պետություն է լինելու։ Աշխարհը ասել է։ Բայց ինչի հաշվին, բժիշկ։ Ինչի հաշվին։ Կներեք, տեսեք, գործող իշխանությունները Մաշտոցին հանում են, տանում են դնում են QR-ի տակ, Արարատ լեռն են հանում կնիքից, սա տանում է դեպի հզորացում ձեր կարծիքով։ Արտակ ջան, մի երկու կարճ բան ասեմ, այս գաղտնիքները չի կարելի շատ բացահայտել, որովհետև դա գաղտնիքներ են։ Հիմա աշխարհի դրվածքը այնց է, որ բոլոր քո պետությունները աշխարհի վրա իշխան որ կան, բոլորը պետք է ճանաչեն անկախությունը Հայաստանի։ Որ մի պետությունը, մեր հարևան պետությունը, եթե չի ճանաչում մեր անկախությունը, դա խանգարում է մեր անկախության։ Ինքը իրան է դիկտավատ անում, Ադրբեջանը փոխեք են, այս տվեք մեզ, այն տվեք մեզ։ Հայաստանը, որ իրան ասում են ղեկավարին, կամ Թուրքիան է դրել այսօր Հայաստանի առջև, որ ձեր գերբը հանեք, Մասիսարը հանեք, այդ հանեք, այն գմի արեք, այն բանարեք, ցեղասպանությունը, այս բոլորը ժամանակավոր են։ Այսօրվա ղեկավարը ժամանակավոր են բոլորը։ Այսօրվա ղեկավարի օրոք ինքը պետք է ինչ որ ասում են իրան դրսից վերևից, նա է անում։ Ինքը իրանից ոչինչ չի անում ու եւ չի էլ կարա անի, որտեղ ինքը պատասխան պետք է տա այս ժողովրդի ազգի դիմաց։ Հայ ազգը մենակ Հայաստանով չի։ Ոնց է։ Բա չեն մտածում հետագան։ Թուրքիայի ղեկավարություններն էլ էին այն ժամանակ ասում էին դե հայերին վերացնենք, կպրծենք։ Տեսա՞ր ինչպես ավարտվեց։ Գնդակահարեցին Ֆրանսիայում են մեկին դե։ Դե մեր հզոր տղեր քիչ տոնի։ Տարբեր տեղեր, չէ։ Այսօր նույն այդ հայերը ունենք, այնպես չի որ չունենք։ Ես կարամ ասեմ, ես էլ եմ այդ նույն հայերից։ Այնպես չի որ ես իմ ազգի համար պատրաստ եմ կյանքս զոհաբերելու։ Ես իմ ազգին, իմ երկիրը շատ եմ սիրում, շատ։ Այդ ես որ ստացել եմ, ես իմ դեմը միշտ դնում էի, որ ինձ ցույց է տվել Հայաստան։ Մեծ Հայաստան է ցույց տվել ինձ։ Ես գիտեմ, որ դա լինելու է։ Եվ Ղարաբաղ, եւ Նախիջևան։ Մի քիչ կարճ հետո լինելու է Ախրքալակ, Բագդանովկա, լինելու Արևմտյան Հայաստան, մինչև Տրապիզոն, որ ծով ենք ունենում։ Մինչև մենք չանկախանանք, չլինի փոքր Հայաստան, չի կարա լինի մեծ Հայաստան։ Անկախ չենք։ Չէ, մենք անկախ չենք, եղել 1000 տարուց ավել եւ այսօր էլ անկախ չենք, հələ ոչ։ Բայց անկախ ենք լինելու, 34 տարի անկախ ենք։ Բայց մենք Ռուսաստանի հետ լինելու ենք շատ լավ հարաբերություններ։ Մեզ ով է օգնելու այդ ծովից ծով։ Ով է մեզ օգնելու։ Այս բոլորը Տիրոջ շնորհիվ է։ Հենց այնց ոչինչ չի լինում այս մոլորակների վրա։ Մարդիկ, որ մեկ-մեկ երազներ են տենում, ասում են, լսեք, երազս կատարվեց,
Էդի կարամ ասեմ երազ չէր։ Էդի տվեց իրան էդի, որ ինքը պատմի, որ ինքը ասի դրա մասին։ Այնպես չի, որ էդի հենց այնց էր։ Հայաստանը լինելու է մեծ Հայաստան, հզոր Հայաստան։ Հայաստանը լինելու է գիտությունների կենտրոն աշխարհի, ամբողջ աշխարհի գիտությունների կենտրոնը լինելու է Հայաստանում։ Երբ Շատ կար ժամանակում, սա լինել, ես ասել եմ այն ժամանակ, ասի 5-ից 6 տարի էի ասել, 5 տարի ամնում։ Հայաստանի ծաղկալը շուտով է լինելու։ Հայաստանի անկախությունը շուտով է լինելու։ Այնպես չի, որ ասենք չեն իմանում, որ հայ, բա մի հատ հարց եմ տալիս, կարճ։ Բա ո՞նց ենք մտածում։ Հայաստանը Իրանից ինչ է ներկայացնում, այս փոքր երկիրը, որ այսօր դոգովորներ է կապում Անգլիայի հետ, Ֆրանսիայի հետ, Իսպանիայի հետ, բոլոր աշխարհի հետ, բոլորի հետ։ Բայց ո՞նց է ուզբեկներին չեն թողում, տաջիկներին չեն թողում, մենակ հային են թողում։ Ինչի՞։ Բայց դա պայմանավորված է, չէ, որ տենց պետք է լինի։ Չէ, որ պետք է հայի հողը հետ գա։ Այդ հողը հենց այնց հող չի, դա այո, տված հող է։ մեր հողը Ի վիրուս տված հող է հային։ Հայը աշխարհի վրա ստեղծված է սովորացնող